Այսօր հրաժեշտ ենք տվել ապրիլի 2-ին թշնամու հրետակոծությունից զոհված 14-ամյա Վաղարշակ Գրիգորյանին։ Նրա կրտսեր եղբայրը Գևորգը ցավին անտեղյակ ամեն պահի հետաքրքրվում է ավագ եղբոր առողջությամբ։ Պատասխանները կծկտուր են։ Բժիշկներն ու հարազատները Գևորգին հեռու են պահում իրականությունից։ Արևիկ մանկական բժշկական կենտրոնում նա ինտենսիվ բուժում է ստանում։ Գևորգ Գրիգորյանին այս 2 օրերի ընթացքում ընդհանուր ազգացման տակ կատարվել է վերքի վիրաբուժական մշակում, վիրակապում, վերքը լավ վիճակում է, երեխայի ընդհանուր վիճակը մնում է ծանր, բայց կայուն դրական տեղաշարժով։ Բնակելի շենքի միևնույն մուտքում ապրող 5-րդ դասարանի աշակերտներ Գևորգն ու Վարդանը դպրոցական նույն նստարանին են նստում։ Անբաժան ընկերները հիմա էլ վերակենդանացման բաժանմունքում կողք կողքի են։ Գերազանց սովորող ընկերները Չարաբաստիկորն էլ միասին էին դպրոցի բակում։ Գնում էի դպրոցի բակում մի պայթուն տեղի ունեցավ, եւ մեկ ընկանք, չէին կարող անշարժվենք։ Եկավ մայրիկս եւ իմ եղբայրս ինձ հասցրեցին Մարտունի հիվանդանոց։ Ընդհանուր անզգայացմամբ այսօր Վարդանը վիրահատվել է հերթական անգամ։ Վարդան Անդրեասյանին վիրահատվել է, դրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ, այսինքն գիպսային վիրակապով չենք ֆիքսելու ոսկորը, այլ ապարատ է հատուկ, որը կոչվում է Հոֆմանի ապարատ։ Իդեպ արտաքին ֆիքսացիայի ապարատը տրամադրել է բժշկական գործիքների եւ պարագաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող Երմետ կազմակերպության տնօրեն Երեմ Ադամյանը։ Անգամ այս վիճակում փոքրիկ Վարդանը ցավը տղամարդավարի է տանում։ Որոշումն էլ վճռական է։ Երբ որ ես մեծանամ, նա վրեժս լուծելու եմ։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։